Որպես Վանաձորի հրաշամանուկ երեխայի զարգացման եւ նախակրթական կենտրոնի սաներն սկսեցին մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումը, որին գումարվեց եւս մեկ հիշարժան երևույթ։ Մանկական հիմնարկի ղեկավար Ռոզա Վարդանյանի հրավերով այդ օրը եկել էին զինվորներ, երկրապահներ, փրկարարներ, ոստիկաններ, հոսպիտալի բուժաշխատողներ։ Ռոզա Վարդանյանը ողջունեց բոլոր հյուրերին եւ շնորհակալություն հայտնեց նրանց հրավերքն ընդունելու համար։ Նա հույս հայտնեց, որ նման միջոցառումները բարեկամական կամուրջ կկապեն մանկական հիմնարկների եւ տվյալ հաստատությունների միջև։ Այսօր մեզ համար օր է տոնական, մայիսյան նորեջ է գրվում հիշարժան եւ մոլորակում հրաշքմանկությամբ կերտում է կամուրջ նոր ընկերության։ Մեծ հյուր եք եկել զինվորականներ եւ փրկարարներ եւ երկրապահներ, ռազմական ոգով թրծված բժիշկներ, բարով եք եկել Սուրբ օջախը մեր։ Ես որպես մանկան վստահված դեսպան հիմնում եմ կամար բարեկամության։ Թող անխախտ լինի գործը մեր արդար, դառնա գալիքի ամուր հիմնակար։ Կենտրոնի ավագ A եւ B խմբերի երեխաները հրավիրված հյուրերի հետ անկեղծ զրույցի բռնվեցին։ Վերջիններս ներկայացրեցին իրենց մասնագիտության կարևորությունը, բացատրեցին երեխաներին, թե ինչ բնույթ է կրում իրենց գործն ու ինչպես են աշխատում։ Երեխաները հետաքրքրությամբ լսում էին տարբեր ոլորտից հրավիրված մասնագետներին ու իրենց հարցերն ուղղում նրանց։ Պատասխանները լիարժեք էին, իսկ երեխաներն իրենց ստացած տեղեկություններով բավարարված։ Անկեղծ զրույցն ընդմիջվում էր նաև երեխաների ներկայացումներով։ Նրանք հյուրերի համար պատրաստել էին հայրենասիրական ոտանավորներ ու երգեր, որոնք կենտրոնի դաստիարակների ջանքերով ներկայացվում էին գեղեցիկ ու համահունչ օրվան։ Ես հայ եմ իսկական, իմ երակներում է արյունը հայկյան, պապերի սուխտը պիտի կատարեմ եւ Արարատս պիտի ետ վերեմ, բարձրանամ կանգնեմ ջերմակ գագաթին, սրեմ նեգդարյա ամպերն ու փոշին, իմ փոքրիկ սրտում արևը պահած, ջերմասեմ ջունե գագաթը սառած, ոտքով մագլցեմ սարն իմ ասասան, ծածանեմ եռագույն դրոշ հայկական, կոչվոր ցեղերին մաքրեմ իմ հողից, քանդված տները կառուցենք նորից, լսեք ինձ մարդիկ իմ մանուկ շուրթից, խոսքեր են գալիս դարերի խորքից, ես եմ բացելու մեծ այգի ճամփան, ետ ենք դառնալու մեր տուն, մեր ոստան։ Բարձրանամ կանգնեմ ջերմակ գագաթին, սրեմ մեկ դարյա ամպերն ու փոշին, իմ փոքրիկ սրտում արևը պահած, ջերմասնեմ ջունե գագաթը սառած։ Ձեր եռագույն դրոշ հայկական, քոչվոր ցեղերի մաքրեմ իմ հողից, քանդված տները կառուցեմ նորից։ Լսեք ինձ մարդիկ իմ մանուկ շուրթից, խոսքեր են գալի դարերի խորքից, ես եմ բացելու մեծ այգի ճամփան, ետ ենք դառնալու մեր տուն, մեր ոստան։ Կարևորելով նմանատիպ միջոցառումները, Ռոզա Վարդանյանը վստահեցնում է, որ այս օրինակ հանդիպումները ոչ միայն զվարճանք են, այլև գիտելիքի նոր պաշարների ձեռքբերում եւ կարող են նաեւ նպաստել երեխաների մասնագիտական կողմնորոշմանը։ Արդեն այսօր այս մանուկները պատրաստ են դրան։ Իմ տեսած միջոցառումների մեջ յուրահատուկ միջոցառում է նման տարիքի հետ կազմակերպել հանդիպում ուսադիր գրող մարդկանց հետ եւ Տիկին Վարդանյանը եւ իր անձնակազմը շատ լավ պատրաստել էին երեխաներին, որոնք շատ ակտիվ էին։ Երգելիս ես ուշադիր նայում եմ, բոլորի շուրթերը շարժում էր, երգում են, սկսած հիմնից մինչև բոլոր երգերը։ Եվ յուրաքանչյուր ոտանավոր ասելիս ոգևորվածությամբ էին ասում, ձեռքերով շարժումներ։ Ես ինքս շատ մեծ հաճույք ստացա եւ կցանկանայի, որ օրինակ վերցնեն նման միջոցառումներից երեխաների մեջ սերմանելու սեր դեպի հայրենիքը, սեր դեպի զինվորական, ոստիկան, փրկարար։ Վանաձորի հրաշամանուկների սրտը երեխայի զարգացման եւ նախակրթական կենտրոնի շնորհակալագիրը տրվում է Սարգիս Համրազյանի ինքնության կենտրոնի սաների ղեկավարի հավաքական եւ հայրենիքի պատմական ժամանակաշրջանի
Նկատենք նաև, որ միջոցառումն անցնում էր Մաշինկա-սրճարանում, որի տնօրինությունը երեխաների համար ևս անակնկալում էր։ Սրճարանի հրավերով երեխաներին այցելեց Ծաղրածուն, շնորհավորելու նրանց պաշտպանության օրվա առթիվ։ Երեխաներն ուրախ էին, հյուրերը բարձր տրամադրությամբ, իսկ կազմակերպիչները գոհ, որ օրն ստացվեց, տոնը հաջողված էր։ Միջոցառման վերջում կենտրոնի երեխաները կատարեցին Ռոզա Վարդանյանի հեղինակած «Նաիրյան իմ տուն» երգը։ Արմեն Մկրտումյան, Լիլիթ Յորչյան, Միք հեռուստաընկերություն։